Ողջույն սիրելի հետևորդներ։ Վերջապես ձեզ համար պատրաստում եմ հարց եւ պատասխանի տեսանյութը։ Հուսով եմ, որ կստանաք ձեզ հուսող մեծամասնության հարցերի պատասխանները եւ այն հարցերը, որոնք ինձ ամեն օր տրվում են, ուսամ մի քիչ կքչանան այդ քանակը ամեն օր տրվող հարցերի, որովհետեւ այդ հարցերի մեծամասնությունը այստեղ կան ու կպատասխանեմ ես հիմա։ Հարց առաջին։ Հարցը տվել է Անյա Կիմը։ Հայաստանում կան կորեերեն սովորելու խմբակներ։ Այո, կան Հայաստանում կորեերեն սովորելու խմբակներ։ Առաջինը Բյուրսովում, վաղուց կա Բյուրսովում կորեերեն սովորելու խմբակ, նոր չի որ հայտնվել է։ Երկրորդը դա WLLC-ն, որտեղ դասավանդում են հենց լեզվի կրողները, եւ վերջ։ Եվ եթե անհատական պարապմունքներ եք ցանկանում, ինձ գրեք, ես ձեզ լավ մասնակետի հետ կցանցնեմ։ Հայաստանում որ համալսարանում են սովորում կորեերեն։ Առաջին համալսարանը, որ ասես մի անգամից մտքից գալիս է, բնականաբար դա Բյուրսովն է, որտեղ շատ վաղուց են սովորեցնում կորեերեն, իսկ երկրորդը կարծեմ, եթե չեմ սխալվում, հիմա սովորեցնում են նաև պետական համալսարանում, բայց եթե միտք ունեք ընդունվել ինչ-որ համալսարան կորեերեն սովորելու համար, անպայման մի հատ այդ ինֆորմացիան հստակեցրեք նոր, որտեղ ես զուտ լսել եմ, բայց վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Եթե համալսարան կա, քանի տարի են սովորում։ Համալսարանը դե արդեն ասացի, որ կա, իսկ քանի տարի են սովորում, կարծում եմ ինչպես բոլոր համալսարանները 3-ից 4 տարի, դա իհարկե չհաշված մագիստրատուրան 2 տարի է։ Ու Հայաստանի առօրյան տարբերվում է, իսկ եթե տարբերվում է, խնդրում եմ ասա տարբերությունները։ Խնդրում եմ վիդեոյի ժամանակ պատասխանես հարցերին։ Անյա ջան, Կորեայի եւ Հայաստանի առօրյան բնականաբար տարբերվում է, չի կարող չտարբերվել, որովհետեւ հենց կորեացին ու հայն են տարբերվում, իրականում եթե որոշ առումներով մենք նման ենք, նաև մշակութային նմանություններ մենք ունենք, բայց տարբերությունները ել ավելի շատ են, քան նմանությունները, սկսված իրենց առօրյայից, մշակույթից, աշխատելավոճից, ուսուցման ձևից, մի խոսքով կրթությունից, ամեն ինչը տարբեր է իրենց մոտ։ Ու բնականաբար տարբերվում է, բայց քանի որ ես դեռ չեմ եղել Կորեայում, ես հստակ պատասխան չեմ կարող տալ եւ չեմ կարող ձեզ ավելի մանրամասն ներկայացնել։ Իրա վերաբերյալ տեսանյութ կլինի անպայման, բայց այն ժամանակ, երբ որ ես արդեն գնացած կլինեմ Կորեա, գնացած եկածած կլինեմ, որ ավելի ճիշտ, ճշգրիտ ձեզ կարողանամ ներկայացնել մանրամասներ, համեմատականներ տանենք սենց ու հասկանանք ինչով են տարբերվում։ Սիլվա Պետրոսյանը հարցնում է. Կորեերենում վրձիններով են գրում, եթե այո, որտեղից վերցնեմ, սովորական վրձինով կարելի է։ Բաճան, նախ ասեմ, որ տենց ինչ-որ հասկացողություն չկա, որ կորեերենում վրձինով են գրվում, չկա նման բան։ Եթե ձեր մոտ այդ կարծիքը ձևավորվել է իմ առաջին տեսանյութից, որտեղ որ ես գրում եմ վրձինով, ուզում ասել, որ ժողովուրդ ջան, դա նրա համար էր, որ ձեզ ավելի տեսանելի լիներ իմ գրածը, որովհետև այդ վրձինը ինքը բավականին հաստ էր գրում ու զուտ դրա համար եմ ես գրել վրձինով, դրա հետ կապված այնքան հարցեր են ինձ տվել, չգիտեմ խի բոլորը մտածում են, որ պարտադիր է գրել այդ վրձինով ու հենց այդ վրձինով ինձ նույնիսկ հարց էր հնչել, թե որտեղից կարամ ճայել բայ այդ վրձինից, որ կարենամ կորեերեն գրել, չէ, ժողովուրդ վրձինը կապ չունի, վրձինով չեն գրում, գրում են գրիչով, նույն բանը ես կարող էի գրել գրիչով, մատիտով, մարկերով, ուղղակի արդեն ինչպես ասեցի, վրձինով ավելի պարզ էր եւ հստակ էր, որտեղ ավելի լավ կարող եք տեսնել, դրա համար զուտ գրել եմ վրձինով։ BTS ասա խնդրում եմ, կորեերեն բառերի վերջում երբ ենք ավելացնում յո, երբ չենք ավելացնում, թե երբ ուզենք կարող ենք ավելացնել։ Վիդեոն նկարում գնա։ Յո ավելանում է այն պարագայում, երբ ձեր խոսքը հարգալից ֆորմա է ստանում։ Այսինքն յոն ինքը չոնդեմարի ժամանակ ենք օգտագործում, իսկ առանց յոյի փանմարի ժամանակ։ Չոնդեմարը դա հարկայից խոսելաձևն է, իսկ փանմարը երբ որ խոսում եք ընկերների հետ, այսինքն ոչ հարկալից ֆորմայով։ Օրինակի համար ընկերոջ հետ եք խոսում, կարող եք հանգիստ ասել հակյոքա, բայց երբ որ խոսում ձեզանից տարիքով մարդու հետ կամ անծանոթ մարդու հետ կամ ձեզանից պաշտոնով մարդու հետ, անպայման պետք է յո վերջավորությունը օգտագործեք, ոչ սմնիդա վերջավորությունը, անպայման կասեք հակյոք հայո, որովհետև արդեն չոնդեմայք օգտագործեք։ Ուզում ասել, որ Կորեայում այս ամենին շատ մեծ ուշադրություն են դարձնում խոսելաոճերին, խոսելաձևերին,
ու իրանց մոտ երբ որ դուք գնաք ու անծանոթ մարդու հետ սկսեք խոսել միանգամից փանմարով, այսինքն ընկերական ոճով, առանց յոյի, դուք կհամարվեք անշնորհք, անգրագետ, ինչ ասեմ, անշնորհք, անգրագետ, անդասիրակ, մի խոսքով, անով սկսվող բոլոր հատկանիշները ձեր վրա sense բան կանեն, կկապեն ձեր հետ։ Հետևաբար, եթե հայտնվեք կորեացիների շրջապատում, Կորեայում կամ ինչ-որ չգիտեմ, կորեացի ծանոթ ձեռք բերեք, հատկապես երբ որ դուք առաջին անգամ իր հետ ծանոթանաք, անպայման կօգտագործեք յո վերջավորությունը, որովհետև դա հարգալից ֆորման է եւ իրանց մոտ ընդունված է ուղղակի կանոնի նման ինչ-որ բան է, որ անծանոթի հետ, քեզանից տարիքով մեծի հետ, քեզանից պաշտոնով մեծի, բարձր մարդու հետ, անպայման պետք է օգտագործել չոնդեմմար։ Այն կազմակերպությունը, որտեղ աշխատում եք, ինչով է զբաղվում եւ դուք որպես ինչ եք աշխատում այնտեղ։ Այն կազմակերպությունը, որտեղ որ ես աշխատում եմ, գործունեություն է ծավալում IT ոլորտում եւ ես աշխատում եմ CS թիմում, այսինքն հաճախորդների սպասարկման կենտրոնում։ Ամեն ինչը արվում է կորեերենով, իմ աշխատանքը նույնպես կատարվում է կորեերենով։ Նանե Արաքելյանը հարցնում է. Քանի տարեկանից ես սովորել կորեերեն, ով է սովորեցրել կամ ո՞նց է սովորել, արդյոք Հայաստանում կա կորեերենի խմբակներ կան նման բաներ։ Խնդրում եմ պատմեք մանրամասն։ Շատ լավ, քանի տարեկանից եմ սովորել կորեերեն։ Հիմա երևի sense կոնկրետ ինչ-որ տարիք չեմ կարող նշել, բայց երևի թե 19-20 տարեկանից սկսած։ Ով է սովորեցրել կամ ո՞նց է սովորել։ Սկսել եմ միայնակ, լրիվ միայնակ, ինտերնետի միջոցով մեծամասնությունը, ֆիլմերի միջոցով, հաղորդումների միջոցով։ Արդյոք Հայաստանում կա կորեերենի խմբակներ կամ նման բաներ։ Այո, կան խմբակներ, արդեն նշել եմ, թե որտեղ կան եւ որտեղ կարող եք դիմել։ Նանե Արաքելյանը նաև հարցնում է, եղել ես Կորեայում եւ եթե եղել ես, պատմիր Կորեայի մասին։ Ուզում եմ ասել եւ մեծ հայտարարություն անել բոլորի համար, որովհետեւ ինձ ամեն օր գրեթե այս հարցը տալիս են, ես Կորեայում չեմ եղել։ Ժողովուրդ, այո, ինչքան էլ գիտեմ, որ ձեր համար դժվար է դա պատկերացնելը, բայց ես Կորեայում չեմ եղել մինչև հիմա։ Ես գրեթե 10 տարուց ավելի հայտարարված եմ Կորեայով եւ կորեերենով, բայց ախտի բերմամբ տեղակամա ես մինչև հիմա չեմ եղել Կորեայում, չնայած որ Կորեա գնալու ցանկությունս ահա որ մեծ է եւ ավելի մեծանում է օրեցօր, այնպես որ ես շուտով կլինեմ նաեւ Կորեայում, բայց դեռ չեմ եղել։ Կորեա գնալու համար ինչ է անհրաժեշտ։ Առաջինը գումար, երկրորդը վիզա, երրորդը կորեերենի կամ անգլերենի իմացություն, չնայած որ երրորդը այդքան էլ պարտադիր պայման չի, եթե ինչ-որ խմբերով եք գնալու կամ ծանոթ ունեք այնտեղ կամ ծանոթի հետ եք գնալու, ով կիմանա կորեերեն կամ անգլերեն։ Եվ չորրորդ ցանկություն։ Կասեք ինչու որոշեցիք կորեերեն սովորել եւ ինչպես սովորեցիք։ Շատ լավ հարց էր, ինչու որոշեցիք կորեերեն սովորել։ Որովհետեւ ես սիրում եմ կորեերենը։ Ամենաառաջին պատճառը, դրդապատճառը եղել է դա, որովհետեւ ես սիրում եմ կորեերեն եւ կորեան։ Եվ իմ համար շատ կարևոր էր, ես հենց սկզբից երբ սկսեցի հետաքրքրվել Կորեայով, ես իմ մեջ ցանկություն առաջացել գնալ Կորեա, ու երբ որ այդ ցանկությունը ավելի մեծացավ, գնալով իհարկե ավելի էր մեծանում ինքը, ու ես հասկացա, եկավ մի էտապ, որ ես հասկացա, որ ուզում եմ, երբ որ ես հայտնվում Կորեայում, ես ուզում եմ շփվել իրենց հետ, իրենց լեզվով հենց։ Ու այդ ամենամեծ sense ինչ որ մոտիվացիան դարձավ ինձ համար, որ ես սովորեմ կորեերեն։ Ու հենց այդ պահից սկսեցի սովորել մինչ օրս։ Եվ թե ինչպես սովորեցի, անհատակ միայնակ, սկսել եմ լրիվ միայնակ սովորել ուսումնասիրել, ու բավականին շատ բան եմ սովորել, ասեմ ձեզ միայնակ, բայց եկավ մի էտապ, որ հասկացա, ինձ պետք են իմ գիտելիքների հստակեցում, այսինքն ես սովորում էի, բայց ես վստահ չէի, իմացած իմ գիտելիքները ճիշտ են արդյոք թե չէ, հարցեր ունեի, որոնք որ չգիտեի ով կտա այդ հարցերից պատասխանը, չէի ստանում հարցերից պատասխանը, չէի կարողում գտնել միայնակ, հետևաբար եկավ մի շրջան, որ հասկացա ինձ պետքա պարապել մասնագետի հետ, ու արդեն այդ ժամանակ գնացի WLRC, հենց կորեացիների մոտ կորեերեն սովորելու, ու ինքը իրականում, երբ որ ես գնացի իրենց մոտ, ես բավականին բազա ունեի ու
իրանց մոտ կարելի ասել իմ գիտելիքների կրկնություն ու հստակեցում է եղել, այն ինչը որ ես գիտեի, ինչը որ հարցականով էր, sense, չգիտեմ, վստահ չէի, ճիշտ գիտեմ, սխալ գիտեմ, իրանց մոտ այդ ամեն ինչ հարցականները սա sense վերացան, կրկնություն եղավ, ինչը որ ավելի sense նստվածք տվեց ու գիտելիքներս ավելի կանոնակարգված դարձան։ Իսկ մոտավորապես 1.5 տարի այնտեղ սովորելուց հետո ես դուրս եկա դապիրելեսից, որովհետև արդեն նշեցի, որ հիմնականում համար կրկնություններ այնտեղ ու քանի որ խմբակային էին մեր դասերը, տարբեր մակարդակների էինք մենք, մեկը մի քիչ շատ գիտեր, մեկը մի քիչ քիչ գիտեր ու շատ դանդաղ էր գնում այդ սովորելու process-ը։ Իսկ ես յուրաքանչյուր բան, որ իմ կյանքում ես ուզում եմ արագ հասնեմ դրան, բայց ինքս ինձ երկարում է, ես սկսում եմ ձանձրանալ։ Դրա համար որպեսզի այդ ձանձրանալու process-ը իմ մոտ չսկսեր, ես դուրս եկա դապիրելեսից ու փորձեցի այլ ճանապարհներ փնտրել կորեան սովորելու համար։ Հա, ու ասեմ, որ ճանապարհներից մեկը դա կորեացիների հետ շփումը եղավ, ու կորեացիների հետ շփումը եղել է այնպես, որ ոչ թե ես եմ իրենց գտել, այլ սկզբնական շրջանում ավելի շատ իրենք էին ինձ գտնում իմ YouTube-ի միջոցով արդեն, որովհետև երբ որ ես սկսեցի իմ YouTube-ում տեսանյութեր տեղադրել, իրենք հիմնականում կորեերեն էին ու պատմում էին Հայաստանի մասին։ Կորեացիները որ գալիս են Հայաստան, բնականաբար ուր էլ գնաս YouTube-ով տենց մանես չէ, գալիս այդ երկրի մասին բան, ու որ YouTube-ում հիմա փնտրում ես Հայաստանի մասին, առաջին իմ տեսանյութներն եմ բերում։ Ես եկամ շատ ուրախ եմ այդ փաստի համար ու հուսամ, որ ապագայում էլ ավելի շատ տեսանյութեր կարողանամ տեղադրել ու ավելի շատ բան պատմել մեր երկրի մասին։ Ինչևէ, համենայն դեպս ձգտում եմ դեպի դրան։ Բայց դրա համար շատ աջակցություն տեղ ունեմ ես դեռ։ Հա, ու դրա շնորհիվ ինձ հետ շատ կորեացիներ էին կապ հաստատում, ես իրենց ցույց էի տալիս մեր քաղաքը ու դրա հետ մեկտեղ ես սովորում էի կորեերեն։ Ու ինչպես ես նաև on-line էի փնտրում կորեացիների, կապ հաստատում իրենց հետ, խնդրում էի, որ ինձ օգնեն կորեերեն սովորեմ, խոսեն ինձ հետ ուղղակի, ինչը որ ինձ համար շատ կարևոր, առօրյա խոսակցականս բացվեց դրա շնորհիվ։ Ու մի խոսքով նման ճանապարհով ես ավելի շուտ իմ լեզուն բացվեց, քան ինչ-որ պարապմունքների միջոցով։ Ասեք, երբ պիտի գրելուց 2 հատ նույն տարից գրենք։ Սա դասերին է վերաբերել, դասերին վերաբերել հարցերը բնականաբար հիմա չեմ կարող պատասխանել, որտեղ իրանք ունեն հատուկ հստակ բացատրություններ, որոնք դասերի ընթացքում անպայման կլինեք։ Հետևեք դասերին ու բոլոր ձեր հարցերի պատասխանները կստանաք։ Քանի տարեկանից եք կորեան սովորել եւ իմացել եւ արդյոք կորեանը հեշտ լեզու է։ Արդեն այս հարցին պատասխանեցի։ Հեշտ լեզու չէ կորեանը բնականաբար, բայց ինձ տրվել է հեշտ, որովհետեւ ես ահա որ մեծ ցանկություն եմ ունեցել կորեան սովորելու եւ ահա որ շատ սիրել եմ կորեերենը։ Դա կապված, որ ես կորեերենը հեշտ եմ սովորել։ Իհարկե բարդությունները եղել են շատ, բայց ինձ չեն խանգարել այդ բարդությունները, որ ես անդադ առաջ գնամ ու հասնեմ իմ ուզած կետի։ Ինչ օտար լեզուներ գիտեք։ Օտար լեզուներ շատ չգիտեմ, ես գիտեմ ռուսերեն, դպրոցում սովորում ֆրանսերեն, բայց հիմա գրեթե ամբողջը մոռացել եմ։ Իսկ անգլերեն մոտարպես մի 20% գիտեմ, անգլերենը միշտ մղել եմ երկրորդական պլան, որովհետև իմ համար միշտ ամենակարևորը եղել է կորեերենը, ու ձեզ ասեմ, որ անգլերեն չիմանալու շնորհիվ է եղել, որ իմ կորեերենը ավելի շատ է առաջ գնացել ու ավելի շատ բան եմ իմացել, որովհետև երբ ես հանդիպում էի կորեացիների հետ, երբ որ ես իրենց ինչ-որ բան չէի կարողանում բացատրել կամ դժվարանում եմ, մտածում եմ, ոյ, ոնց ասեմ իրենց մոյս ինչ եմ ուզում ասեմ, միտքս ոնց արտահայտեմ, ես չունեի ինչ-որ sense մի լեզու, որ հույսս կարելի դնել իր վրա։ Օրինակի համար անգլերեն, եթե ես իմանայի, բնականաբար կդիմեի անգլերենի օգնությանը, բայց քանի որ անգլերեն չեմ իմացել, ես sense ասած էշը ցեխից հանում էի կորեերենով, իմ չիմացած չեղած կորեերենով։ Բայց ամեն դեպս կարողանում էի որոշակով բացատրել, թե բավականին սխալներով, սխալ քերականությամբ, սխալ արտահայտություններով, բայց ինչով իրենք հասկանում էին, ինձ ուղղում էին ու ուզում եմ ասեմ իմ անգլերեն չիմանալը ինձ օգնել է իմանալ կորեերեն։ Ու ես դրանից չեմ դժգոհում։ Իհարկե հիմա ես չեմ սիրում անգլերեն սովորել, բայց հիմա ստիպված եմ սովորել ու հիմա անգլերեն սովորելու ընթացքում։ Ինչպես եւ որտեղ սովորել կորեերեն արդեն պատասխանել եմ այս հարցին, ինչ խորհուրդ կտաք հեշտ կորեերեն սովորելու համար։ Հեշտ կորեերեն սովորելու համար խորհուրդ եմ տալիս ձեզ նաեւ կորեական ֆիլմեր եւ հաղորդումներ, եթե չունեք իհարկե կորեացի ծանոթներ, որոնց հետ կարող եք շփվել եւ բացել ձեր խոսակցականը։ Եվ ֆիլմեր եւ հաղորդումներ դիտելու առաջին կանոնը, եթե ուզում եք կորեերեն սովորել, անպայման պետք է դիտեք կորեերենով։ Դիտեք կորեերենով, այսինքն ոչ ազգուճկայով թարգմանած, հենց կորեերենով, որ դուք անդադ լսեք կորեերենը։ Թեկուզ չհասկանաք ինչա, ոչինչ կապ չունի, դուք անդադ պետքա լսեք։
ու հավատացեք կգա ձեր մոտ մի շրջան, որ նույնիսկ այն բառերն արտահայտությունները, որոնց մասին դուք գաղափար չեք էլ ունեցել, ինքն ինքան սկսեք արդեն հասկանալ։ Կարող եք սաբերով նայել, եթե շատ կդժվար է։ Դժվար լեզու է։ Չգիտեմ, հարց եք տալիս թե ասում եք, բայց այո, կորեան դժվար լեզու է բնականաբար։ Դժվարությամբ լեզուների մեջ ինքը երրորդ տեղում է։ Հաջորդ հարցը։ Ռիփսիմե Հակոբյանն է հարցնում. Դուք ինչ եք մասնագիտությամբ եւ ինչ եք աշխատում։ Մասնագիտությամբ ես նկարչուհի եմ, ես սովորել եմ գեղանկարչություն, չնայած որ մինչ օրս էլ սովորում եմ, վերջին տարին է համարը կավարտեմ Ակադեմիան գեղարվեստի, սակայն այս պահին աշխատում եմ ոչ իմ մասնագիտությամբ, արդեն նշեցի, որ աշխատում եմ կորեական ընկերությունում, CS թիմում հարցրել, քանի տարեկանից եք կորեան սովորել եւ իմացել եւ արդյոք կորեանը հեշտ լեզու է։ Թե քանի տարեկանից եմ կորեան սովորել եւ իմացել, արդեն ասացի, եւ արդյոք կորեանը հեշտ լեզու է։ Բնականաբար հեշտ լեզու չէ, բայց ինձ շատ հեշտ է տրվել կորեանը, որտեղ ես անչափ սիրել եմ կորեանը ու ահա որ մեծ ցանկություն եմ ունեցել կորեան սովորելու։ Դրա հետ կապված կորեանը ինձ հեշտ է տրվել եւ ես հեշտ եմ սովորել կորեանը։ Բայց ինքը հեշտ լեզու չի համարվում։ Էլի այստեղ դասերին վերաբերյալ հարց կա, ասացի արդեն որ դասերին վերաբերյալ հարցերին հիմա չեմ պատասխանի։ Կորեական դորամաներ դիտել եք, եթե այո, ապա որոնք եւ որն եք ամենից շատ հավանել։ Կորեական դորամաներ դիտել եմ անհաշվելի քանակությամբ, ես նույնիսկ հիմա չեմ կարող ինչ-որ քանակ ասել ու հիշել ինչ-որ դորամայի անուն, որ կարող եմ ձեզ ասել։ Վերջին նայածներիցս եղել է Itaewon Class-ը, որը հավանել եմ, ինքը շատ մոտիվացնող դորամա է, խորհուրդ եմ տալիս միջավայր ձեզ նույնպես։ Ու զուտ ժամանակի հետ կապված չեմ ասում հիմա շատ դորամաներ նայել, չնայած որ շատ եմ սիրում։ Դորամաներ նայել եմ, գիտեք, երբ որ նոր էի սկսել հետաքրքրվել Կորեայով, կորեերենով, ու դա մի 7-8 տարի առաջվանից սենց, ու ես շատ սենց մոլի դորամա նայող էի, այսինքն երբ որ ես սկսում էի ինչ-որ դորամա նայել, ես կարեի օրերով չքնեի, ինչ-որ դորամա որ սկսում էի նայել, վստահ եմ, որ բոլոր դորամա նայողներն են հիմա տենց, որովհետև դորամանες այս մի այլ կարգի կլանում են, ոնց որ մի քիչ հետաքրքիր է լինում։ Կարող է ասենք ինչ-որ դորամա դնեի ու մտածեի դե լավ, դե մի ամսում կպրծնեմ, ու ես այլ կորում պրծնեի այդ դորաման, որովհետև կարող չքնեի, նստեի սենց օր ու գիշեր այդ դորաման նայեի, ոչ մի բան չանեի, նստեի դորամա նայեի, ու այդ սենց իմ մոտ շատ սենց բան ա եղել։ Դորամաների ֆանատիզմով էի ես պատառապում, որովհետև ինչպես արդեն նշեցի, նայել եմ անհաշվելի քանակությամբ դորամաներ, բայց հիմա չեմ հասցնում նայել զուտ ժամանակ չլինելու հետ կապված, որովհետև հիմա ես աշխատում եմ եւ սովորում եմ եւ դիպլոմ եմ անում, որտեղ դա պետք է ավարտեմ։ Եվա Հովհաննիսյանը հարցնում է. Ինչ գրքեր կան կորեան սովորելու համար հայերեն տարբերակով, որ վաճառում են Երևանում։ Հայերեն տարբերակով ճիշտ ասած մինչև հիմա ինձ չի պատահել որևիցե գիրք, որոնք վաճառում են, բայց կարող եք փնտրել, հնարավոր է եւ գտնեք, կարող է շատ բառարան գտնեք, բայց կորեան սովորեցնող գիրք չեմ կարծում որ կլինի։ Երևան որ խանութները հատկապես խորհուրդ կտակ գնալ եւ գնել, երևի գրքերի նկատի ունեք, Եվա ջան, եթե կորեանի վերաբերյալ գիրքը նկատի ունեք, Բուկինիստում եմ ես տեսել բավականին տարբերակներ կորեանի հետ կապված, թե բառարաններ, թե ռազգավորնիկներ, թե հենց սովորեցնող քերականություն, որոնք որ ունեն նաև վերջում իրենց հետ դիսկեր, որ կարող եք լսել։ Խնդրում եմ, եթե ոչ վիդեոյում, ապա այստեղով պատասխանեք, որովհետև դժվարանում եմ գտնել հայերեն տարբերակով Korean grammar։ Հա, պատասխանեցի արդեն, հայերեն տարբերակով էլի եմ ասում, դժվար թե կարողանաք գտնել։ Ռուսերեն ու անգլերենով տարբերակներ կգտնեք շատ կան, իսկ հայերեն տարբերակով երևի չգտնեք։ Ինձ ամեն դեպքում այսքան ժամանակ չի պատահել։ Person who always smiles հարցրել եմ, քանի տարի եք սովորել կորեերեն ես արդյունքին հասնելու համար։ Իմ կորեերեն սովորել ուրեմն ինքը եղել է ահավոր դանդաղ ու սենց բազմաթիվ ստոպներով ու տարբեր էտապներով։ Ես կորեերեն, քանի որ ասացի, որ սկզբից սկսել եմ միայնակ ու այդ ընթացքում բնականաբար կորեան իմ մասնագիտությունը չի, քանի որ ես այն համալսարանում չեմ սովորել, այլ ես ուղղակի այն կողքից սովորում էի որպես հոբի, որտեղ ես այն զուտ շատ էի սիրում։ Իմ մասնագիտության հետ զուգահեռ այդ ամեն ինչը եղել ու բնականաբար չէի կարող մասնագիտությունից իրան այդ ժամանակ շատ տեղ տալ, որտեղ ինչքան որ ես սիրում եի կորեերեն, ես հասկանում էի, որ մարդ պետք է մասնագիտանա առաջինը իր մասնագիտության մեջ։
հետո նոր կողքից անի են, ինչ ինքը որ սիրում է։ Այդ դրա հետ կապված, քանի որ իմ մասնագիտությունն էլ ինքը հեշտ մասնագիտություն չի ու բավականին ժամանակատար է, կորեանը շատ սենց սկզբից բավականին դանդաղ, սենց երկար, տարբեր փուլերով, տարբեր ստոպներով էր առաջ գնում։ Կարող սենց մի բան սկսեի սովորել, հետո էլի թողնեի, մի բան սովորել, հետո թողնեի, թողնել ասելը կապված է նրա հետ, էլի ժամանակ չունենալու հետ կապված։ Բայց միշտ ոնց որ կորեանը սենց իմ կյանքի հետ սենց զուգահեռ առաջ է գնացել։ Չի եղել տենց ինչ-որ էտապ, որ կորեանը չլինի իմ մոտ, կորեերեն ու կորեան չլինի իմ մոտ, իմ մտքում, իմ կյանքում։ Հանուր այն տարիները, որ սենց ստաբիլ սովորել եմ, երևի 2 տարի է եղել։ Դրանից որ ասեմ ձեզ, մինչև հիմա էլ ես սովորելու ընթացքի մեջ եմ, ես ինչ չեմ համարում կորեերենի մասնակետ, որովհետև ես կորեերենի մասնակետ չեմ, ժողովուրդ։ Խնդրում եմ նման կարծիք չկազմել իմ մասին, ես կորեերենի մասնակետ չեմ։ Ես չեմ սովորել Բրյուսովում, ես ոչ մի համալսարանում կորեերեն չեմ սովորել, արդեն պատմեցի ինչ ձևերով եմ սովորել, մի խոսքով զուտ կորեերեն գիտեմ, մի քիչ գիտեմ, բայց իհարկե ես էլ դեռ շատ սովորելու տեղ ունեմ, աճելու տեղ ունեմ, այնպես որ դուք էլ միշտ սովորեք եւ սովորեք։ Սոնգ Հյոմինն է հարցրել. կարող եք մեզ միջև վերջ կորեերեն սովորեցնել, ես հույսս ձեր վրա եմ դրել։ Հենց նոր ասացի ձեզ, որ ես կորեերենի մասնակետ չեմ եւ չեմ կարող համարվել, քանի որ կորեերենի մասնագիտությունը չէ, բայց ես կորեերեն սովորեցնում եմ ձեզ ինչի համար, որովհետեւ ես գիտեմ, որ կորեերեն սովորել ցանկացող մարդիկ ահա որ շատ են հիմա Հայաստանում, բայց նաեւ գիտեմ, որ ոչ բոլորը ունեն հնարավորություն, որպեսզի գնան պարապեն ինչ-որ միտեղ գումարով։ Դրա հետ կապված ես իմ փորձով, ասենց ասած, իմ գիտելիքներով, ինչքանով որ բավարարում եմ իմ գիտելիքները, ես զուտ կիսվում եմ ձեր հետ։ Քանի որ ես ձեզ հենց նոր ասացի, որ ես էլ դեռ սովորելու ընթացքի մեջ եմ, ես չգիտեմ ինչքան ձեզ կարողանամ գիտելիք տալ, ինչքան դեռ կշարունակվեն մեր դասերը ու ինչ էտապի ձեզ կարողանամ հասցնել, համենայն դեպս իմացեք, որ իմ դասերի միջոցով միայն դուք չեք կարող 100% կորեերեն սովորել։ Բնականաբար ձեզ իմ դասերը օգուտ կտան որոշ չափով, եթե մանավանդ դուք սկսնակ մակարդակի եք, նոր եք սովորում կորեերեն, այնիմիջիայլ ուզում նշեմ, որ իմ դասերը սկսնակ կորեերեն սովորողների համար է։ Եթե դուք սկսնակ եք, նոր եք սովորում, բնականաբար ձեզ բավականին իրենք օգուտ կտան, բայց 100%-անոց կորեերեն դուք չեք կարող սովորել իմ դասերով։ Եթե դուք ուզում եք 100%-անոց սովորել եւ դառնալ առավել եւս կորեերենի մասնակետ, անպայման պետքա դիմեք մասնակետի եւ պարապել մասնակետի հետ։ Դա չի նշանակում, որ ես ձեզ չեմ օգնելու, ես շարունակել եմ իմ դասերը նկարել ու այն մարդիկ, ովքեր որ կշարունակեն դիտել իմ տեսանյութերը, իմ դասերը, բնականաբար իրանք էլի որոշ բաներ կսովորեն։ Քանի տարեկանում եք գնացել Կորեա եւ որ թվականից։ Հարցնում է Գայանե Միրաքյանը։ Ես Կորեա չեմ գնացել, ինչպես արդեն մեկ անգամ ես պատասխանեցի, եւ որ տարեկանից, քանի որ չեմ գնացել, ոչ մի տարեկան էլ չկա։ Ես Կորեա չեմ գնացել, ես այս ձմեռ էի ուզում գնալ Կորեա, բայց չստացվեց վիզայի հետ կապված, քանի որ կորոնավիրուս է ամբողջ աշխարհում, ինչպես գիտեք։ Մի խոսքով հիմա յուրաքանչյուր երկիր գնալու շատ դժվար է, հատկապես Կորեա։ Քանի տարի եք սովորել կորեերեն եւ որտեղ սա եմ պատասխանել։ Ես կուզեի հարցնել կորեերենը պարտեզը սա եմ պատասխանել, պարապմունքներ ընդունում եք։ Ուրեմն, պարապմունքների հետ կապված կար մի շրջան, որ ես ունեի աշակերտներ, սովորեցնում էի կորեերեն, էլ իհարկե սկսնակ մակարդակ միայն, բայց հիմա ոչ, աշակերտներ չունեմ, որովհետև ժամանակ չունեմ։ Ես ձեզ շատ եմ սիրում, Նարինե ջան։ Շնորհակալ եմ անչափ Քրիստինե Ավագյան ջան։ BTS եւ Blackpink Love հարց գրել է։ Նարինե ջան, կորեերեն չեմ կարող լավ սովորել։ Ես լեզուները շատ հեշտ եմ սովորում, բայց կորեերենի հետ ինձ մոտ խնդիրներ առաջացան, ինչ անեմ։ Խնդրում եմ օգնել ինձ, կորեան իմ երազանքն է ու ես ինչ էլ լինի, պիտի սովորեմ կորեերեն։ Այո, ինչ էլ լինի, պետքա սովորեք կորեերեն։ Ամենակարևոր բանն է դա, որ մտցրեք անպայման ձեր ուղեղում, որ ինչ էլ լինի, ես պետքա սովորեմ կորեերեն։ Ու այդ ամենաառաջին կանոնը թող դառնա ձեր համար ու ամենաառաջին մոտիվացիայի աղբյուրը թող դառնա ձեր համար, որ ինչ ուզում ա լինի, դուք պետքա իմանաք այդ լեզուն ու վերջ։ Հավատացեք, եթե այդ մտավ արդեն ձեր մեջ, դուք ամեն ինչ կանեք ու ինչ դժվարություն հանդիպի ձեր ճանապարհին, դուք անպայման կսովորեք կորեերեն։ Իսկ թե ինչ դժվարություններ առաջացել ձեր մոտ, ճիշտ ասած չգիտեմ ու անկեղծ ասած ինքը անհատական է ու այնպես չի, որ ինչ որ մեկի սովորելու մեթոդը հիմա կարող է ձեզ նույնպես օգնի կամ չգիտեմ, ինչ որ մեկի մոտ դժվարություն առաջացել, կարող է ձեր մոտ դա ընդհանրապես դժվարություն չառաջացնի։
Եթե չի ստացվում անհատական, միայնակ չեք կարողանում սովորել, երևի դիմեք արդեն պարապմունքների, փորձեք ինչ-որ մասնագետի հետ պարապել։ Մասնագետի հետ կապված, արդեն ձեզ ասացի, եթե ուզում եք մասնագետի հետ պարապել, կարող եք ինձ անհատական նամակ ուղարկել, ես ձեզ կօգնեմ գտնել լավ մասնագետ։ Դորամա Հաուսը հարցնում է, քանի տարեկացի եք սկսել կորեերեն, պատմեք ձեր դժվարությունների մասին, ու ինչ կերպ հաղթարեցիք այդ սովորեցիք, ես սովորեցիք լեզուն, շատ խառնեիք գրել, հազիվ հասկացա ինչ հարց եք գրել, բայց քանի տարեկացի եմ սովորել եւ ինչպես եմ սովորել արդեն պատասխանեցի, ինչ դժվարությունների եմ հանդիպել, այս հարցին պատասխանեմ ու սահմանափակվենք, սա վերջին հարցների միջելոց, գրեթե ձեր բոլոր հարցերին պատասխանեցի։ Ինչ դժվարությունների եմ հանդիպել ես կորեերեն սովորելու ճանապարհին։ Եթե անկեղծ տենց ինչ-որ գլոբալ դժվարություն իմ ճանապարհին չի եղել, բայց դժվարություն իմ համար ամենամեծ դժվարությունը երևի եղել է այն, որ իմ շրջապատի բոլոր մարդիկ գրեթե չէին հասկանում, թե ես ինչի եմ ընտրել հենց կորեերենը ու ինչի եմ ուզում սովորել հենց կորեերեն։ Ու ինձ կողքից միշտ ասում էին, դե լավ, էդ ինչ լեզու է, ինչ ես ուզում կորեերեն սովորես, ինչի դա պետք, ինչ ես հասնելու կորեերենով, նես լեզու սովորի, որ ապագա լինի, ապագա ունենաս գնաս, ինչ որ երկիր քեզ պետք լինի։ Եթե միակ դժվարությունը դա է եղել իմ կորեերեն սովորելու ճանապարհին, որ ու հատկապես երբ որ դա ասում էին ինձ հարազատ մարդիկ։ Հարազատ ասելով գրեթե իմ բոլոր բարեկամները չեն հասկացել ու դեմ են եղել իմ կորեերեն սովորել։ Այսինքն ոչ թե դեմ են եղել, եկել են ասել են մի սովորի կորեերեն գնայիս ինչ բան սովորի, չէ, բնականաբար տես չէր կարելի լինել, որովհետև ես ունեմ ծնողներ, ես ունեմ սեփական կարծիք, բայց ոչ մեկ իմ բարեկամների մեջ չի եղել այնց ինչ-որ մարդ, որ սենց ապրես որ կորեերեն սովորում։ Տենց մարդ չի եղել իմ բարեկամների մեջ։ Իմ ամենամտերիմ ընկերներից մեկը Եվան, իր անունն էլ կտամ, որովհետև ինքը շատ կարևոր մարդ է իմ կյանքում։ Ինքն է ինձ միշտ շատ ոգևորել, ոգեշնչել, նույնիսկ ինչ-որ sense ամենափոքր հաջողությունը կորեերենի հետ կապված որ ունենում է, ինքը ինձ այն շատ էր ուրախանում, ոգեշնչվում։ Մի անգամ sense ինչ-որ դեպք եղավ, որ կորեերեն էի պարապում արդեն WLC-ում, հենց մի տարի անցել էր արդեն, կողքից էլի տենց արտահայտությունների ազդեցության տակ, ենասցի Կարող սյոտիկի արդեն հերիք է կորեերենը, կարող ճիշտ են ասում, յա կորեերենով ոչ մի բան չկարողանամ հասնել ու անիմաստ եմ սովորում։ Վերջ-վերջը ես կորեերեն չէի սովորում ինչ-որ բան անելու համար, ես կորեերեն սովորում էի նրա համար, որտեղ ինձ այդ հաճույք էր պատճառում ու ես ուզում էի սովորել, ես շատ էի սիրում կորեերեն, դրա համար էի ես միայն սովորում կորեերեն։ Բայց այնքան էին ինձ կողքից ասել, որ ասենց ինչ-որ պահ եկա, որ իմ խելքն էլ էր մտել, որ Կողով սյոտիկի իրոք ճիշտ են ասում, կողով ինձ իրոք անիմաստ եմ սովորում կորեերենի փոխարեն օրինակ անգլերեն սովորեմ կամ չգիտեմ ինչ-որ ավելի նենց լեզու սովորեմ, որ հետագայում չգիտեմ թե գործի բերումով, թե ինչ-որ տեղ գնալու հետ կապված ավելի ինձ պետք կգա։ Ու այդ ժամանակ ինձ ընկերուհիս ասեց միած թափվի, կապ չունի քեզ կողքից ինչ են ասում, կարևորը թե դու ինչ ես ուզում, ինչ ես զգում դու քո համար, ինչն է ավելի կարևոր ու ինչն է քեզ ավելի հոգեհարազատ։ Ու իրոք հասկացա, որ ինքը շատ ճիշտ է ասել ու ես իրան իրականում հիմա ահավոր շնորհակալ եմ այդ իր խոսքերի համար, որովհետև իմ համար ահավոր սթափեցնող եղան այդ իր խոսքերը։ Պահներ, որ ես ոնց որ փորձում էի շեղվել, ինչ որ շեղվելու կողմ էի գնում դեպի, սենց իմ երազանքից, բայց ինքը սենց էլի ինձ ճիշտ ուղու վերադրեց, ու ես շարունակեցի քայլել իմ ճիշտ ուղով ու հասնել իմ երազանքին։ Երազանք չէ, նպատակ էր արդեն կորեերեն սովորելու ինձ համար ու ես սովորեցի կորեերեն։ Չեմ կարող չնշել նաև մայրիկիս աջակցությունը իմ ամբողջ կորեերեն սովորելու ընթացքում։ Մամաս ինձ ահավոր շատ օգնել ու աջակցել ու մամաս այն մարդն է եղել, որ ֆինանսապես ինձ ապահովել է կորեերեն սովորելու այդ ճանապարհին։ Բնականաբար ես պարապում էի կորեերեն, դա ամեն ինչ անվճար չէր, գումարով էր։ Կապ չունի դա հիմա շատ գումար էր, քիչ գումար էր, այդ ժամանակ ես ուսանող չէի աշխատում, բնականաբար գումար չունեի։ Եթե մամաս ինձ գումար չտար, ես չէի կարողանա սովորել։ Հետևաբար ուզում օգնող ուժերից մեկն են եղել, որ ես հասնեմ իմ նպատակին։ Երևի թե այսքանը, ասենց ահավոր երկար եղավ այս տեսանյութը, բայց ինձ թվում է ձեր հարցերի պատասխանները արդեն կան այստեղ ու Ուզում հետաքրքիր կլինի, չեք ցանտրոնա, որ սենց երկար եղավ։ Ես մեղավոր չեմ, դուք եք լիքը հարց գրել, ու այս հարցերին պատասխանել իրականում կարճ չէր կարա լիներ,
Հացեք ձեր երազանքներին, երազանքները դարձրեք նպատակներ ու ամեն ինչ արեք, որ հասնեք ձեր նպատակներին։ Ու իրականում կապ չունի, թե կողքից ինչ կասեն ձեզ, կասեն ճիշտ է, սխալ է, միշտ հավատացեք ձեր ներքին ձայնին ու անպայման ունեցեք երազանքներ, նպատակներ, ու կապ չունի, թե ինչ խոչընդոտներ կհանդիպեն ձեր ճանապարհին, ուղղակի անցեք այդ խոչընդոտների վրայով ու հավատացեք, որ ոչ մի բան հեշտությամբ չի տրվում։ Եթե ինչ-որ մարդ հասել է ինչ-որ արդյունքի, ինչ-որ հաջողությունների, միշտ իմացեք, որ այդ մարդը դրա համար քրտնաջան աշխատել է։ Այնպես որ ձեզ հաջողություն եմ ցանկանում ձեր յուրաքանչյուր գործում, այս պարագայում իմ հետևորդների մեծ մասը վստահ են, որ ցանկանում են սովորել կորեերեն եւ գնալ Կորեա։ Սրտե ցանկանում եմ, որ ձեր նպատակին հասնեք, անպայման սովորեք կորեերեն, թե դա կլինի որոշ չափով իմ միջոցով, թե կլինի, չգիտեմ, մասնագետների միջոցով, ում դուք կդիմեք, ինչ ուզում եք արեք, ուզում եք ինտերնետով սովորեք, թեկուզ ուրիշ տեղերից, բայց սովորեք, անպայման սովորեք ու հասեք ձեր նպատակին, որտեղ դրանից ավելի առավել սենց, չգիտեմ, նշանակետ երևի չկա իմ համար, երբ որ մարդ անում է այն, զբաղվում է այն գործով, ինչը որ ինքը սիրում է ու ինչը իրան հաճույք է պատճառում։ Երևի թե այսքանը, մեկ անգամ ևս շնորհակալություն, որ դիտեցիք ինձ, շնորհակալություն ձեր հարցերի համար, որ ինձ այսքան շատ հարց եք գրել ու կներեք, որ տեսանյութը ուշացավ։ Դե ինչ այսքանը, կհանդիպենք իմ հաջորդ տեսանյութում։ Հաջողություն։